Նաթան arczepiskoposին են կանչել հարցաքննության օրերս տարածված ձայնագրության առիթով։ Արդյոք ինքն է խոսում համացանցում տարածված ձայնագրությունում։ Սրբազանը պատասխանել է, որ անօրինական ճանապարհով ստացված ձայնագրության վերաբերյալ ասելիք չունի։ Այս մասին Reopen Media-ին քննչական կոմիտեից են հայտնում։ Ձայնագրության հրապարակումից հետո հիմա էլ Նաթան arczepiskoposի անունն է հաճախ շոշափվում։ Հնչում են մեղադրանքներ, որոնց եկեղեցին չի շտապում պատասխանել։ Ջերմանում ֆուտբոլ էին խաղում։ Նաթանը այդ ժամանակ վարդապետ էր, գալիս էր, ցեզ մոտիկից նայում էր, ժպտում էր, ասում էր, շորտիկ ինչի եք հագել, ձեր ոտքերը ինձ գայթակղեցնում են։ Ու հետո այս ավակ կուրսի տղաները կամ վերակացուները մեզ ասում են հանկարծ չգնաք, իր սենյակը չմտնեք, վտանգավոր է։ Եկեղեցու լռությունը մեկնաբանում են իշխանական շրջանակներում, օրինակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այդ լռության մասին ասում է, հո ընդդիմադիր ցույցից հրաժարված քահանա չի, որ միանգամից կարգալույծ արվի։ 4-րդ օրն է, ինչ եկեղեցու նախկին սպասավորը հայտնել է, որ գործող arczepiskoposներից մեկը ճեմարանի տղա պատանիների նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել։ Կտրիչենց կողմից ուղիղ 0 արձագանք, ոչ հերքել են, ոչ ասել են ուսումնասիրություն կանենք, ոչ ասել են կարգապահական վարույթ կհարուցենք։ Եկեղեցին լռում է ու երի պատասխան հաղորդագրություններ չկան, ոչ առցանց տիրույթում, ոչ էլ մեծ հարցազրույցի տեսքով։ Միայն մի արձագանք կար Կիրակի օրվա պատարագի մասին, Տեր Արամը կամ Ստեփանը Աշխարհիկ անունով իրավունք չունի պատարագ իրականացնել ըստ Մայրաթոռի։ Կրոնական էջերն են հղում անուն պատմական կրոնական դեմքերին։ Կարգալույծ քահանան չի կարող սուրբ պատարագ մատուցել։ Եթե ուզում եք նզովքի տակ ընկնել, ապա առաջ։ Բոլոր մասնակցողները պաշտոնապես հրաժարվելու են հայ առաքելական եկեղեցուց, այսինքն հրաժարվելու են հետագայում մասնակցել եկեղեցու խորհուրդներին, քանզի ինքնակամ առանձնանալու են։ Ով արհամարելով եկեղեցին, ուրիշ ժողով կկազմի իբրև աղոթատուն, առանց եպիսկոպոսի եւ քահանայի հրամանի, նզովյալ լինի։ Զուգահեռ իրականության մեջ Տեր Արամը կամ Ստեփանը նոր է օծվել քահանա։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարում ազգային ժողովի ամբիոնից։ Ասում է, կաթողիկոսն ինքը կարգալույծ է, ոնց կարող է կարգալույծ հռչակել այլ հոգևորականի։ Ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը հոգևոր դասի մեջ չի։ Ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայրաթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ, եւ մենք որպես հանրություն իրավունք այդ բանն էլ, որ ասում են եկեղեցի կառավարություն բանը, կոնֆլիկտը։ Մենք ո՞նց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ, հայաստանյան առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ո՞նց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Տեր Արամը կարգալույծ լինելու օրը պայման էր դրել, եթե մինչև երեկո որոշումը չփոխեն, ինքը միանալու է վարչապետին։ Հիմա մի քանի հարցադրում է անում Մայրաթոռի դիվանապետին։ Նա կարգապահական հանձնախմբի նիստերի արձանագրություններն է ուզում, որ արձագանքի իր հետագա քահանայագործության վերաբերյալ։ Ցավոք հայրապետական տնօրինության մասին նախ տեղեկացել են Facebook սոցիալական կայքից, ապա մեկ օր անց նոր պաշտոնական Մայրաթոռից ձեր միջոցով։ Իդեպ խորհրդակատարություններից հետո եմ համացանցում հանդիպել այդ որոշման մասին եւ այստեղ հարց է առաջանում։ Facebook-ից հոգևոր հովիվ ինֆորմացիայի փոխանցման ճանապարհին ինչ է կատարվել Սուրբ Հովանավանքում։ Տեր Արամը կամ Ստեփանը, որը կարծում էր, թե այս տարի իր ոչ թե խաչելության, այլ հարության տարին է լինելու, Կիրակի պատարագ կմատուցի Հովանավանքում։ 1600-ամյա վանքը եկեղեցու հովանու ներքո է, բայց դա էլ չի խանգարի։ Նախորդին Փաշինյանը հայտարարեց, այդ եւ մյուս եկեղեցիները իր բնորոշմամբ կվերադարձվեն հանրությանը։ Այդ առիթով Տեր Զարեհն է գրառում արել, ասում է, Հայաստանի գործող այդ վանքերի եւ եկեղեցիների նպատակային առաքելությունը վտանգված է։ Բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների ձերբակալությունները, կալանավորումները եւ դատավճիռները հստակ մարտահրավեր են կրոնական ազատությանը։ Նման միջոցառումները կամայական եւ անհիմն միջամտություն են եկեղեցու գործունեությանը եւ կարող են դիտվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։ Այս հայտարարությունն էլ տարածել է եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Ըստ նրանց Հայաստանում իրավիճակը դուրս է գալիս հոգևոր դաշտի սահմաններից, վերածվելով ազատ խղճի եւ քաղաքացիական իրավունքների խնդրի։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։